2010 թվականի հոկտեմբերի 15-ին Կապանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ իրականացվեց երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրի առաջին շենքի հիմնակերքի արարողությունը։ Դեռ այն ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, հարգելով նախագահ Սարգսյանի միջնորդությունը եւ համաձայնության գալով Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հետ, հայտարարեց, որ ինքը հնարավորինս աջակցելու է երիտասարդ ընտանիքներին։ Այն ժամանակ որոշումը հրապարակեց ծրագրի ղեկավար Արսեն Քարամյանը։ Ձեզ եմ ուզում փոխանցել հանրապետության նախագահի միջնորդությամբ կատարվող քայլը այն է, որ այն բոլոր երիտասարդ ընտանիքները, այն երիտասարդները, ովքեր ամուսնացած են եւ մեր ծրագրի շահառուներն են, բնակարանի արժեքի ընդհանուր, այսպես ծավալի 5%-ը վճարելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցների հաշվին տնօրեն պարոն Մաքսիմ Հակոբյան։ Այսօր գործընթացը առարկայական ընթացք ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքում։ Շատ լավ նախաձեռնությամբ սկիզբը դրվեց Կապան քաղաքում բնակարան կառուցել։ Բոլորը լավ տեղյակ գիտեք, որ մարզի տարածքում հատկապես Կապան քաղաքում, մարզկենտրոնում ցանկացած լավ նախաձեռնություն, ժողովրդական նախաձեռնություն երբ որ լինում է Զանգեզուրի կոմբինատը փորձում է ապահովում չլինի։ Իրենց այդ ժամանակ էլ եթե հիշում եք դուք ձեռնարկության կողմից խոստացվեց, որ այդ լավ նախաձեռնությանը, որի ովանավորը հանրապետության նախագահն է, իսկ կարելի այսպես ասել, կատարողներն էլ նախաձեռնության հեղինակներն էլ շատ հայտնի կազմակերպություն, որոնք վերջերս էլ մեր հանդիսատեսության մենք տեսանք, արդեն պսիխոլոգիաների շահագործում կատարեց Երևան քաղաքում համալսարանի երիտասարդ դասախոսների համար։ Նախ ողջունում ենք եւ այսօր այն պահն է, որ մենք բոլորս պետք է փաստաթղթով ստորագրենք հիմնավ պայմանավորվել են ավելի կոնկրետ թե այդ միջոցները ինչպես են տրամադրվելու, ում են տրամադրվելու, երբ են տրամադրվելու եւ ամենակարևորը որ նախատեսված է շատ կարճ ժամանակում 2 տարվա մեջ մոտ նույնիսկ կարելի 2 տարվա մեջ առաջին շենքի կառուցումը ավարտել, որտեղ որ ավելի քան 300 ընտանիքներ բնակարան կունենան։ Այսօր մեզանից շատ լավ տեղակ են, որ Կապան քաղաքում բնակարանների խնդիր կա, պահանջարկ կա։ Ես առաջին ողջունում եմ այս քայլը եւ պատրաստ եմ ստորագրելու։ Ծրագրի ղեկավար Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի հետ համատեղ կնքվեց համագործակցության հուշագիր, ըստ որի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը պատրաստվում է վճարել բնակարանների գումարի 5%-ը, որը կկազմի մոտ 480 միլիոն դրամ։ Ես երբեք չէի պատկերացնի, որ դա բանը, որ ես ինքս պարոն Հակոբյանի հետ մարդու ժամանակին փոքրիկ աջակցություն է ցուցաբերել իմ կրթության հետ կապված, պետք է շատ ավելի այսպես խորքային աջակցություն ցուցաբերի ինպես երիտասարդ մարդկանց համար, Կապան քաղաքի բնակիչների եւ ոչ միայն Կապանի, այլ Սյունիքի տարածաշրջանի մարդկանց համար, երիտասարդ ընտանիքների համար, ոչ բոլոր հաջողակ ձեռնարկություններն են մեր օրերում իրականացնում սոցիալական աջակցության ծրագրեր։ Ես սա նորանալ չեմ ասում բան հաստատում, որ դեպքում են ձեր օջախում, ոչ են առայտով, մենք ունենք շատ ուրիշ հաջողակ ձեռնարկություններ, որոնք ունեն մեծ ֆինանսական հոսքեր, եկամուտներ, շահույթ, եւ իհարկե շնորհակալ եմ, որ ունենալով այդ շատ բազմաթիվ ձեռնարկություններ, անընդհատությունը այս ձեռնարկության սոցիալական աջակցության ուղղված ծրագրերի որոշ չափով մեղմում է Սյունիքի մարզի շատ ու շատ խնդիրներ եւ հատկապես որ հետխորհրդային ժամանակաշրջանում
Սյունիքի մարզում և առանձնահատական քաղաքում որևէ բնակ մակերես չի կառուցվել նորական պատմության ներընթացքում։ Այս 5%-ի սուբսիդավորումը Քաջարյանի կոնզերվատորների կոմբինատի կողմից ըստ էության յուրաքանչյուր ընտանիքի նվեր է 1 միլիոն դրամի չափով։ Սա մեր նախնական հաշվարկներն են, և մեր հուշագրի պայմաններն են այնպես են շարադրված, որ այն լինելու է շատ թափանցիկ։ Մենք հրապարակային հաշվետվություններ ենք ներկայացնելու սուբսիդավորող աջակցող կողմին, և ամեն մի տրանշից հետո հրապարակվել է այն ընտանիքների թիվը, ամենազնանուններ, թվակազմ, որոնք օգտվել են ձեր աջակցությունից։ Ես գիտեմ, որ ֆինանսավորող կողմի համար, մեկենասի համար, կողմավորի համար շատ կարևոր է, որ գումարները տեղացնեն։ Ցավոք մեր երկրում սա մեծ խնդիր պետք է դիտարկել, շատ հաճախ մենք մոտ ենք ունենում վատ պատկերի հետ, երբ որ ֆինանսական աջակցություն ցուցաբերող կողմը հուսախաբերում է, եւ չարություն է գալիս, որ մարդիկ ուղղակի չարաշահում են շատ ու շատ ավելի։ Սա այն դեպքն է լինելու, հաշվի առնելով, որ սա հանրապետության նախագահի հովանու տակ գտնվող ծրագիր է, որ միարժեքորեն թափանցիկ ձևով ներկայացվել է եւ հանրությանը եւ Քաջարյանի կողմնային կոմիտեի ղեկավարությունը, որը կարող հապոկել։ Շնորհակալություն ձեզ հայտնում ընդառաջ գնալու մեր այս ձեռնարկի ժողովրդի համար է կան։ Իհարկե, եւ վստահ ենք, որ համագործակցությունից կարելի ուրիշ համագործակցություն եւ ոչ միայն ֆինանսական ասպեկտով, ես ինքս հանձնելով Երևան պետական համալսարանի դասախոս, նախին պրոռեկտոր եւ շրջանավարտների ավանդական նախագահ, գիտեմ, որ կադրային խնդիրներով մենք ես կարող ենք լավագույնս աջակցություն ցուցաբերել պետական համալսարանում մի գիտականության ֆակուլտետ եւ եթե նախկինում կապանումներ լեռնային տեխնիկում, որտեղ որոշակի մասնագետներ կարծեն աշխատել, չգիտեմ թե կադրային ես մի կառավարական վիճակի ինչպիսին է, բայց ամենատեղից մենք կարող ենք լավագույնս համագործակցել ձեր նաև այդ հաղորդում։ Պարոն շատ այսպես զգացված ենք եւ հույս ունենք, որ այս համագործակցությունը կվերածի մի ուրիշ կարգի բարեկամության, այսպես լայն փոխշահավետ համագործակցություն։ Սա էքսի գործ է, որ չգիտեմ, իհարկե 4 միլիարդը երեկվա ես որ տեսա տպավորիչ է։ Բայց հավատացեք, սա այն 4 միլիարդի մեջ գուցե 470 միլիոնն այդքան մեծ գումար չի, հա, 4-ի մեջ, տարեկան 4-ի մեջ։ Բայց սա իր եզակիության այնպիսին ալներ, որ սերունդները հիշելու են։ Ինչ 4 միլիարդը գուցե շնորհակալ լինեն, մի 50 տարի, 20 տարի, բայց քանի շենքը կանգուն է այդ մասին խոսել, վստահաբար։ Առիթից օգտվելով Մաքսիմ Հակոբյանը խոսեց նաև ընկերության աշխատանքի, հզորության եւ վերջին տարիներին իրականացրած ծրագրերի մասին։ 40% հզորություն է կառուցվել այդ պերիոդը։ Ուրեմն աշխատավարձը այդ этаպում մի բառ նրանից հետո շատ կարճ ժամանակահատվածում, այսինքն անցած տարվա ընթացքում միջին այս կարծում եմ թե 60,000 միջինը բարձրացել աշխատավարձը 60 չի, ուրեմն 246 ծնոց 67 ինչքան է դառնում 76,000 միջին աշխատավարձը պիրոդը մոտացել այսինքն միջին աշխատավարձը 246,000 իսկ թե ինչպիսի բաների է միշտ մասնակցել նման բաները մեզ անակ շատ հոգեարազատ ասենք, այսօր կապանում շինարարությունը մեր բնականային շինարարություն մարդկանց, որ գիտենք, որ
շատ-շատերը ցանկանում են, բայց ցավոք սրտի չկա, նոր կառուցումներ չկա, դա այսօր լավ նախաձեռնության, ապա մենք անպայման պետք է արձագանքեինք։ Ջերմոց 3 ամի դիմում ունեն, որից 69 Քաջարան քաղաքից է։ Է մնացած ուսումնասիրել եք փող Քաջարանից ստանում։ Որտեղ բարձր աշխատավարձ են ստանում, հնարավորությունն է, որ գնան ընդդեմ բնական ու դրանով մենք ցանկացել ենք ու բազմաթիվ նման բաներ կա, ուղղակի առիթ ծովկելու որպես մեր հայրենակից եկել եք ես պատահական չորացեցի ձեռնարկության հետ դուք պետք է ծավալեք, այ եթե դուք այն ժամանակով մի 10-15 տարի 20 տարի առաջ ձեռնարկությունում ձեր դպրոցական տարիների ինչին ասում էքսկուրսիա իրականացում էի այսօր ձեր տպավորություններ դառնում է դա որ գնաք տեսնեք դուք չեք հավատալ որ դուք Քաջարանում եք նորից կարող է թվալ որ մեկ այլ ուրիշ աշխարհում եք մեկ այլ ուրիշ երկրում եք մեկ այլ ուրիշ ձեռնարկություններ յուրաքանչյուր ամիս հանրապետական բյուջեի միայն ուր ինվեստորից 3 միլիարդ դրամ է գնում այսօր հանրապետական բյուջե ամսեք իսկ իր բյուջետ արբանակ ձեռնարկությունների հետ ոչ պակաս դրան չի ինչ-որ դրա մի մասը չապի նաև նրանց է ասիկը սա մենք բոլորս պետք է տեղյակ ունենք այս ձեռնարկության մասին ինֆորմացիա ունենանք բոլոր Հայաստանի ցանկացած քաղաքացի առավելի կառավարության ապարատում կարողանում պետք է ճիշտերի ինֆորմացիա ունենալ ամենառացիոնալ ամենանավագույն տարբերակը սա է որովհետև աշխարհում Թերևս արժե փաստել, որ մարզկենտրոնում ներկայումս ընթանում է անկախության տարիների առաջին հանրային նշանակության շենքի շինարարությունը, որի պատվիրատուն դարձյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ երիտասարդներին մատչելի բնակարանով ապահովելը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կետերից է, որի պատասխանատուն մեր համաքաղաքացի Արսեն Քարամյանն է։ Վերջինիս ջանքերով էլ ծրագիրը հասավ մարզկենտրոն Կապան, ի դեպ ծրագրով նախատեսված Անդրանիկ շենքը օրերս մայրաքաղաքում հանձնվել է շահագործման եւ 315 երիտասարդ ընտանիք հարմարավետ բնակարան է ստացել։ Հենց արարողության ժամանակ էլ նախագահը Արսեն Քարամյանին հանձնարարել է համակարգել նաև ավտոմեքենա ձեռք բերելը մատչելի դարձնելու ծրագիրը ևս։